Պարոն Հովհաննիսյան, դուք նշանավոր համայնքի վարչական շրջանի ղեկավարն եք եւ հենց ձեր հաղորդման հիման վրա են Արմեն Հովհաննիսյանին ոստիկանները ձերբակալել, պաստակ փոկելու համար եւ դա քննությամբ որակվել է որպես քարոզչությանը խոչընդոտել եւ ձերբակալել են արդյունքում Նուբարաշենի հոգեբուժարանում 51-ամյա Արմեն Հովհաննիսյանը ինքնասպան է եղել։ Խնդրում եմ պատմեք, թե ինչա տեղի ունեցել, որից հետո մենք մեր հարցերը կտանք։ Օրով ամսով տենց բարեձես չեմ կարող հիշեմ, բայց 3 օր մինչև այդ դեպքը էլի, որ ոստիկանությունը Արմենին տարել է, ես 8 ժամ էր գալիս էի գյուղ, նկատեցի, որ շտաբի պլակատները պոկած է ու գետնի վրա ընկած։ Հենց նշանավոր մտնում եք այդ ճանապարհի վրայի շտաբի։ Այո։ Եվ դրա դիմացը էլի Վարշավիրանոց նախկինում եղել, դրան վրա էլ կար փոքրերից էր, այն էլ պոկե ճղը գցել էր, իսկ սրանք չէր ճղել։ Պոկե գցել էր գետին, բայց դա ես չեմ այդ ժամանակ իմանում ինչից է։ Վերցնում եմ պլակատները տանում եմ հետս տուն, առավոտյան որ տամ իմ աշխատողները նորից փակցնեն։ Մինչև այդ ամեն ինչը առավոտյան իմ աշխատողը զանգում է Այգեպանը, բա պարոն Հովհաննիսյան, շտաբի պլակատները պոկել են, չկա, ասի գիտեմ, ես եմ վերցրել գետնիներ, բերել եմ տուն։ Հետո մի քիչ հետո զանգեց, բա գիտեք, բառով ասեց Արմենը, ես էլ ասի որ Արմենը, ասց Արմենն է պոկե, բա վերջը հասկացանք, որ Արմենի մասին է խոսքը, ասի լավ եղավ։ Ասի եկեք տարեք, փակցրեք նորից, անտարան փակցրեցին, օրվա մեջ հանդիպեցի։ Ասեցի Արմենին, ասեցի Արմեն ջան, դե մենք իրան միշտ են որ հասկացել ենք հիվանդություն ունի բան, լավ տրամադրված, ինչ հարցով մի քանի օր առաջ եկել էր գյուղապետարան, ասում էր, որ ես հող ունեմ, ասա, որ ես ինչը չմշակի իմ հողը, իր վերջը պետք չի ինձ ոչ մի բան։ Զանգեցի, այդ տղեն ասեց, որ եկեք նայեք, ես չեմ մշակում իր հողը։ Մի խոսքով ասեցի, խես պոկե, Արմեն ջան, ինչ որ մեկն ասե պոկես, թե ինչի համար ես պոկե։ Դե այդ եմ ասում, հարցնում եմ, ինչի համար ես պոկե, մարդ ես, ասի կարող է ասի, սենց։ Նույն հաջողությամբ ասեց, լավ եմ արել, բայց ես կարամ, ես ձեզ շատ հարգում եմ, կարամ ներողություն խնդրեմ ձեզանից, ասի ներողություն պետք չի, էլ չանես Արմեն ջան։ Ու վсё, տենց թողեցի, եկա, օրվա մեջ էր, ցերեկվա կողմ էր։ Հիշեք որովն է, որպեսզի մենք հասկանանք ինչքան ժամ է էլի ձերբակալված եղել փաստացի 10։ Իրան երեկոյան են տարել, ես երեկոյան երևի 11-ի կողմերը ես զանգել եմ։ Մայիսի քանիսին։ Դեպքը մեծ հայտնի է դարձել մայիսի 16-ին, մենք ուզում ենք։ Ուրեմն 14-ի 2 օր առաջ էլի։ Զանգեցի ոստիկանություն, ասացի տեղյակ պահեմ, որ սենց բան ա եղել, գիտենք ով է, ու նաև այսօր ցերեկն էլ ինձ բնակիչ էր այսօր զանգել, ասում էր, որ շատ բախտներս բերեց, երեխեքս տանը չէին, Արմենը դռնից լուսամուտից ձենա տալիս, ուզում եմ մտնի ներս, մարդ չկա, բնակիչն էլ քնած առնում։ Մյուս կողմի դռանն է հարվածում, որ վերջը Վարդան արթնանում է, զանգում է, տենում է, որ ես զանգել եմ իրան, զանգում է ինձ, բա Հովհաննիսյան ջան, սենց ասեցի, դե զանգեք ոստիկանություն, ասի լավ, ասում է ես չզանգեմ էլի, ոնց որ վարչական ղեկավարը դուք եք բան, բայց սենց անհանգստություն է, մենակ ես չեմ, այնտեղ բնակիչների անուն տվեց բան, զանգեցի ոստիկանություն, տենց եկել տարել են, ու հետո ես էլ տեղյակ չէի, որ ահազանգը հենց տվել եք քարոզչական պաստառները փոկելու հիմքով։ Ահազանգը տվել եմ քարոզչական պաստառները հիմքով, որ իմացել ենք, որ ինքն է, ու ասել եմ նաև, որ դրանից հետո, որ Վարդանը ինձ զանգում ասում է, մեր տուն են գալիս, եկել ասենց անհանգստություն, մի անգամից էդ էլ ասեցի, որ տղեկ ջան, վտանգ կա գյուղ, չէ, այդ վտանգ կա գյուղում, բացի հետ էլ ինչ-որ նոր էր եկած եղել հոգեբուժարանից, էլի, ես տենց գիտեմ, էլի, տենց ռեալ։ Ճանաչում էիք Արմեն Հովհաննիսյանին, գիտեիք իր առողջական խնդիրները, նաև գիտեիք, որ ասենք դա այլ բան է, երբ որ կներեք ինչ-որ մեկ այլ քաղաքական հակառակորդ է գալի պաստառ, եւ լրիվ այլ բան է, որ հոգեկան առողջության կապված խնդիրներ ունեցողն է փոխում։ Եվ այդ ֆոնին դուք իր խնդիրները իմանալով որքանով է ճիշտ պաստառը փոխելու հետ կապված Նայեք, ես համել, որ գիտեմ, որ ինքը տենց, նենց չի, որ հենց մենակ պաստառներ պայմանավորված, դրա հետ կապված, էդի զուգադիպություն, չէ, նայեք, ես զանգեցի, ասեցի այդ նույն բանը իրանց, որ սենց բան, բայց նաև բնակիչներին էլ ինքը նեղություն ա տալ, ինքը նոր ա եկած եղել,
որպեսզի ուրիշ բաներ չի, մենք էլի ենք ճանապարհը, իր մայրիկը եկել այստեղ այս տարվա սկզբին էր կամ անցած տարվա վերջեր, խնդրում եմ ասում եմ գյուղապետ ջան, մի բան արեք, էլի տենց կազմակերպել ենք տարել են, ընդեղ էլ ինչ որ չեն պահում 21 օրից ավել, ես տենց լրիվ տեղյակ չեմ, բայց դեղեր են նշանակում ինչ որ հիվանդը, որ ընդեղ ասում է ես լավ եմ արդեն չգիտեմ ոնց, թողում են գալիս է, դեղերը չի խմում, իր մոտ տենց սրացումներ, էլի եմ ասում, ախ, բերի լցնի, հա։ Եղել է նախկինում, որ զանգ եք ինչ-որ ահազանգով հոգեբուժարան տանելու տեղափոխելու համար և իրեն նախ պահեն ոստիկանությունում, առնվազն դուք ասացիք 14-ի երեկոյան են տարել, 16-ի առավոտյան են դերից տարել են հոգեգան առողջության կենտրոն, այսինքն Ես գիտեմ, որ շտապ օգնություն են տարել, շտապ օգնություն ոստիկանությունից հետո ինքը որ լավ չի զգացել այդպես ինչ-որ բաներ։ Եղել է, որ իրեն պահեն ձերբակալվածների Ես այդպես չգիտեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանեմ, որովհետև տարել են ստեղից կարող է, չգիտեմ, ընդեղ, հետո նոր հոգեբուժարան, բայց որ կազմակերպել ենք իր մոր խնդրանքով աղբոր, շուշաները, ճաղապակիներ, մի խոսքով պատուհանների, ոնց որ եղբոր այդ դուք խոսացել եք, ասել էլա, չէ՞, լսում եմ ձեզ։ Ձեզ հայտնի է ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ միջոց։ Ոչ։ Դուք ասում եք, որ զուգադիպել է պաստար պոկելը, նաև բնակիչների ահազանգը, որ ինքը վտանգ է ներկայացնում, բայց այստեղ ամենաուշագրավն է, երբ որ իրավապահներին լրատվամիջոցները դիմել են եւ ասում են անձը Նուբարաշենի հոգեբուժանում ինքնասպան է եղել, ասեք վարույթը ինչով է նախաձեռնված, ուղղակի բառացի քննչական կոմիտեն շեշտադրել է քրեական օրենսգրքի 211 հոդվածի առաջին մասով քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այդ է խոչընդոտելը, այսինքն որևէ բնակչի ահազանգի վտանգ ներկայացնելու հասարակությանը գյուղին վտանգ ներկայացնելու վարույթով չեն ձերբակալել, փաստացի ձերբակալել են պաստար պոկելու, որը նախաքննական մարմինը որակել է որպես քարոզչության Բերեք հարգելի գործընկերներ, այս նմանատիպ հարցերին թող իրավապահ մարմիններ էլի, որ ես չեմ տիրապետում, չեմ կարող ասեմ։ Ես ինչ որ գիտեմ, ես ձեզ ասեցի, հիմա մնացածն էլ թող իրավապահները իրանց կամ Նուբարաշենում ընդեղ հարցնեք, իրանք իրա մասին ավելի կոնկրետ էլի կասեն։ Ասացին ձեր գյուղում ծնվել, հա, Արմենը։ Հա, բայց չեմ կարող ասեմ երբ անից է գն։ Չէ, ոչ։ Այստեղ է ծնվել, հետո տեղափոխվել են Արցախ։ Այո։ Եվ վերադարձել են պատերազմից հետո։ Ասացին, որ փոքր տարիքում աչքի չեն ընկնում այդ հոգեգան հավասարակշիռ վարքագծով, իսկ պատերազմից հետո արդեն դա նկատել են բնակիչները։ Գիտեք, ես մի քիչ իրանից ավելի տարիքով երիտասարդ եմ, այդ իր ջահել տարիները չեմ հիշի, բայց նաև չեմ կարող շեշտեմ կոնկրետ երբ հա իր մոտ այդ ամեն ինչը եղել, բայց որ ինքը 20 թվականից եկել է, ես երեք ով էր ինձ զանգեց, էլի լրատվականներ, հա, որ 20 թվականից հաշվառված է եղել Նուբարաշենում։ Եվ պարոն Հովհաննիսյան, այնուհանդերձ դուք ինչ կարծիք գնահատական ունեք, որ իրավապահների պետության հոգացության ներքո գտնվող ձեր բնակչի այնպիսի պայմաններում են պահել, որ նա կարողացել է ինքնասպանություն։ Բայց ես, այսինքն Նուբարաշենում է այնպիսի պայմաններում են պահել։ Ես ոչ ոստիկանությունում պաստառը փոխելու քաղաքական Ես վերեք այդ հարցերը ավելի լավ իրավապահ մարմիններին տակ, էլի ժողովուրդ ջան։ Ես իմ Ձեր բնակիչը պետության հոգացության ներքո է գտնվել ինքնասպանություն գործելիս։ Դուք ինչ ունեք այս մասին ասելիք, մտահոգված եք, մտահոգված չեք։ Ցավում ենք դեպքի համար, մեր գյուղի տղա է, վատ բան ա եղել, բայց թող այս մնացած հարցերին պատասխանեն մեր իրավապահները։ Շտաբի ղեկավարը դուք եք։ Այո։ Կուսակցական եք։ Ոչ։ Բայց այդ դեպքում ինչպես եք դուք, եթե կուսակցական չեք։ Որպես վարչական ղեկավարներն են բոլոր գյուղերում շտաբերը ղեկավարները։ Դա պարտադրանք է։ Չէ, որպես երևի չգիտեմ, ավելի պատասխանատու, ավելի Դե արդեն ուրիշ Նարեկ ջան, ուրիշ հարցեր ենք տալիս, ես խնդրում եմ Արմեն Հովհաննիսյանի մասով ձեր հարցերին ինձ թվում է բավարարված։ Հա, դե ուրիշ հարցերի բերեք չպատասխանենք։ Լավ։